Առաջին ընկերներ, գտեք ձեր մեջ եղած ուրախությունը, գտեք։ Կամ նման մարդկանց, եթե կան ձեր շուրջը, օգնեք, որպեսզի գտնեն իրենց մեջ եղած ուրախությունը։ Կենտրոնանան, ֆոկուսը իրենց դնեն, հա, ուղղեն դեպի դա, փնտրելու, գտնելու իրենց ներսում եղած ուրախությունը։ Դա կարա շատ փոքրիկ լինի, դա կարա մոռացված, թաքնված մի վիճակում լինի, հա, բայց գտեք եւ թույլ տվեք, որ ինքը դրսևորվի։ Թույլ տվեք, որ ինքը երևա, ինքը մեծանա, ուշադրություն դարձրեք, նման մարդկանց խորհուրդ տվեք, հա, արի միասին գտնենք քո մեջ թաքնված այդ փոքրիկ ուրախությունը։ Եվ եթե կան ինչ-որ բաներ, որոնք քեզ ուրախություն են պատճառում, հա, օրինակ քո զավակի այցը, կամ ինչ-որ, չգիտեմ, կինոյի տոմսեր, որ դու նվեր կարաս ստանաս եւ քեզ ուրախացնի, բայց սովորաբար չի ուրախացնում, նման պահերին ինքդ քեզ ստոպ արա եւ փորձիր քեզ առիթ տալ ուրախանալու, հա, ինքդ քեզ նույնիսկ հրահանգ տուր, որ ես հիմա պիտի ուրախանամ, օրինակ 5 րոպե ես պետք է ուրախանամ, գուցե անհեթեթ բան եմ ասում ընկերներ, բայց սա շատ կարևոր է, ստեղծեք բոլոր պայմանները ուրախանալու, թույլ տվեք ձեզ ուրախանալու, թույլ տվեք, որ այդ ձեր մեջի եղած այդ փոքրիկ ուրախությունը մեծանա, շատանա եւ լցնի ձեր ներսը։ Մի մնացեք այդ ֆոնավոյ, հա, ասենց ձեզ ծածկող, ձեզ քողարկող, իր քողի տակ առնող տխրության, տրտունջի եւ անհանգստության մեջ։ Ուշադրություն դարձրեք ձեր քայլվածքին, ընկերներ։ Լրիվ ուրիշ է, երբ որ մարդ քայլում է ուրախ քայլող մարդը ինքը շատ է, ինքը վստահ է։ Օրինակ պատկերացրեք, հա, վախեցած մարդը ինչպես է քայլում, այսպես կծկված, ինչ-որ քայլերը կարա շատ վախեցած, ինչ-որ ջղայնացած կամ ինչ-որ արագ քայլերով, սահուն, ինչ-որ sense կտրուկ բաներով կամ տխուր մարդը, հա, ինչ-որ ինքն հենց է քայլում, որ չերևա, իրան ոչ մեկ չնկատի, ինքը աննկատ լինի։ Իսկ ուրախ մարդը, հպարտ մարդը, վեհ մարդը, լիքը մարդը, հա, հպարտ բառը խնդրում եմ բացասական չհասկանաք, ինքը շատ է, ինքը վստահ է եւ մարդու քայլվածքից դու կարող ես հասկանալ ինքը ինչ հոգեվիճակում է։ Ուրախությամբ եւ վստահությամբ քայլեք։ Կեցվածքին ձեր ուշադրություն դարձրեք, հա, դրան էլ ֆոկուս արեք, ուշադրություն դարձրեք, ինչպիսին է ձեր քայլվածքը, ինչպիսին է ձեր կեցվածքը, որտեղ նման խնդրով տառապող մարդիկ իրանք կուչ եկած են։ Դու կարաս իրանց միշտ նայես, իրանք sense կուչ եկած, sense փուճուրիկացած, որ կարծես ես չկամ, ես չեմ երևում, ինձ ոչ մեկ չնկատի, ոչ մեկ ձեռք չտա, հա, եւ հետաքրքիր է, որ իրենք իրենց այդպես ապահով են զգում, իրենք իրենց տանն են, իրենց կոմֆորտ զոնայի մեջ են։ Այդպես ընկերներ, այսինքն տարբերակներ շատ կան աշխատանքի, ես հիմա իմ շակերտները չեմ բացում, աշխատանքային գաղտնիքները ձեզ չեմ տալիս, ովքեր ունեն նման խնդիրներ, կարող են դիմել ինձ եւ մենք կաշխատենք եւ մենք միասին վերլուծենք, թե որտեղից են գալիս այդ խնդիրները, ինչ հիմքեր ունեն, ինչ պատճառներ ունեն, ինչ զարգացում եւ դինամիկա ունեն, կփորձենք աշխատել ձեր աֆիրմացիաների վրա, կփորձենք մշակել, հա, նոր ռացիոնալ մտածողություն, ռացիոնալ վարքի ձևեր, որը կօգնի ձեզ այս կյանքը վայելել, ժպտալ եւ երջանիկ լինել ի վերջո։ Շնորհակալություն ինձ լսելու համար, կիսվեք այս նյութով, ուղարկեք բոլոր այն մարդկանց, ովքեր սովոր են ինչպես էս հարցին ասեն, յոլա, եւ ձեզ էլ կոչ եմ անում, երբ որ ձեզ ասում են ինչպես եք, աշխատեք ասել ես երջանիկ եմ, լավ եմ, գոհ եմ։